ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում հանդես եկավ ծավալուն ելույթով, որում մեծ տեղ էր հատկացրել 2018 թվականի իրադարձություններին և իր կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնելուն։ Սարգսյանն այս հարցում իր մոտեցումը չէր փոխել. մեղավոր են բոլորը, ովքեր քննադատում են իրեն, մեղավոր է ժողովուրդը, որ գնացել ու Նախրի միջից պաչել է ամենաբարձր զռացող էշի ճակատը, և վերջապես մեղավոր են հզոր ուժերը, որոնց անունը մինչ այսօր էլ ՀՀԿ ղեկավարը չի տվել։ Բոլոր մեղավորներին Սերժ Սարգսյանը առաջարկեց, որ իրենց համբուրած էշին ՀՀԿ-ի դռանը չկապեն։ Քանի որ Սերժ Սարգսյանը կրկին փորձում է 2018 թվականի իրադարձությունների մեջ մեղավոր տեսնել բոլորին բացի իրենից և իր շրջապատից, ապա մենք սկսում ենք հոդվածների շարք «Ով պաչեց էշի ճակատը» խորագրով, որով կներկայացնենք տարբեր դրվագներ, որոնք ապացուցում են Սերժ Սարգսյանի, իր մտերիմների, իր իշխանության ու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու կապը։ Ով ֆինանսավորեց էշին։ Էշը՝ Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հասնել 2018 թվական, եթե չլինեին այն ֆինանսական հոսքերը, որոնք ապահովել են նրա «Հայկական ժամանակ» կոչվող թերթի գործունեությունը։ Ըստ տվյալ ժամանակների լրագրողական շրջանակների թերթը փակման եզրին էր, երբ նրան օգնության է հասել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Փեսան երկար տարիներ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի թերթը, իսկ 2010 թվականից պաշտոնապես, որի մասին նա հայտարարել է 2020 թվականին։ Եվ ես դες ուզում եմ ամոթով խոստովանեմ, որ ես որպեսզի ընտանիքս գոնե թողնեն այդ սրբապիղծները հանգիստ, գնացի գործարքի եւ պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը համասիստեմի սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրանք չունենան թերթային վազռատ։ Ես տարիներով ֆինանսավորել եմ, պարզվում է, համաֆինանսավորել եմ այդ սխեմայի միջոցով Հայկական ժամանակ օրաթերթը։ Տարիներով։ Սա ենթադրում էր ամսական $50,000 ֆինանսավորում և հազարավոր դոլարների եկամուտ ապահովում Նիկոլ Փաշինյանի համար։ Հիմա եթե իրականում Սերժ Սարգսյանը մտահոգ է էշի ճակատը պաչողներով, ապա վստահաբար առաջին հարցը իր փեսային կտա։ Իր փեսան էշի ճակատը պաչել է այն ժամանակ, երբ էշին նորմալ մարդիկ ապտակում էին, վառած Նիվան վկա։